Այսօր կխոսեմ եւս մեկ բացահայտման մասին, եւս մեկ խնդրի մասին, որի պատճառով Երևան քաղաքում հանրային տրանսպորտի կրիզիս կա, հանրային տրանսպորտի պակաս կա, հանրային տրանսպորտի խնդիր կա։ Խոսքը Երևան ավտոբուս ՓԲ-ի մասին է, ինչպես արդեն հասկացաք, խոսքը Երևան ավտոբուս ՓԲ-ում տիրող իրավիճակի մասին է։ Բարձիթող իրավիճակ կլինի, չգիտեմ, կազմակերպված է այս իրավիճակը, սա արդեն քննության կարիք ունի, իմ կարծիքով։ Խոսքը ինչի մասին է։ Ուրեմն տեսեք, ըստ ինձ փոխանցված տեղեկությունների, ինձ հասած տեղեկությունների, դե ինչպես հասկանում եք, Երևան ավտոբուսից ինձ եկած տեղեկությունների համաձայն եմ ասում, Երևան ավտոբուսում ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար ուրեմն երթուղի դուրս գալու համար դուրս է գրվում վարորդների լեզվով ասած կուտյովկա ուղեգիր, կոնկրետ մատերեկաններին կտեսնեք, դուրս է գրվում 9 երթուղու ուղեգիր, բայց երթուղի են դուրս գալիս 9-ից պակաս շարժակազմ, մեկ երթուղու համար է խոսքը, մեկ երթուղուն է վերաբերվում խոսքը, այսինքն մեկ երթուղու համար դուրս է գրվում 9 ուղեգիր, բայց երթուղի են դուրս գալիս 7 ավտոբուս կամ միկրոավտոբուս։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչու համար են 9 ուղեգիր դուրս գրում, եթե երթուղի են դուրս գալի 7 կամ 9-ից պակաս, ուրեմն միկրոավտոբուս կամ ավտոբուս, ինչ է լինում այն դեպքում, երբ որ 9-ից ավել է դուրս գալիս, եթե իհարկե 9-ից ավել է դուրս գալիս։ Ես կոնկրետ 9 եմ ասում, որովհետև տվյալ փաստաթղթում 9 երթուղի է կամ 9 երթուղային տրանսպորտ է նշված մեկ երթուղու համար եւ ամենակարևորներից մեկը, որ այդ պակաս դուրս եկած ուրեմն շարժակազմի պատճառով Երևան քաղաքը ունի տրանսպորտի խնդիր։ Երևան քաղաքի կանգառներում մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները ժամերով սպասում են տրանսպորտը ուշանում է, այնինչ այս ամեն ինչը գալիս է Երևան ավտոբուս ՓԲ-ից, որ նորից եմ կրկնում, այնտեղից երթուղիներում նշված քանակի, ուրեմն միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ, որ պետք է դուրս գան, այդքան դուրս են գալիս ավելի պակաս։ Սա նորից եմ կրկնում, ըստ օդում պատտվող եւ օդում կախված լուրերի համաձայն եմ ասում, ինչպես ասում էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք չկա այստեղ կոռուպցիոն սխեմա, օրինակի համար, այսինքն 9 տրանսպորտային միջոցի համար դուրս գրվի վառելիք, բայց երթուղի դուրս գա 9-ից պակաս տրանսպորտային միջոց, այն տարբերության, այսինքն 1 կամ 2 կամ 3 դուրս չեկած, գիծ դուրս եկած ուրեմն մեքենաների վառելիքը կամ վառելիքի գումարը գրպանվում է, թե ոչ։ Այս հարցը իմ կարծիքով ուղղված է իրավապահներին։ Ձեր թալանն ու կոռուպցիան թողած դեռ նախկիներին եք մեղադրում թալանի ու կոռուպցիայի մեջ։ Ձերը բռնեք, ձերը թե կարող եք։